Եմ այն դեպքերի համար, երբ իմ դրական կանխատեսումներն են կատարվել։ Բացասականները միշտ էլ կատարում են սիրելի հետևորդներ, որովհետև մոլորակները լարված դիրքեր են ունենում, էներգիան կուտակվում է, այնուհետև լուսնի դիրքերից այն պայթում է, պարտվում է։ Այդ ժամանակ բավականին հեշտ է կանխատեսել անել։ Իսկ դրականների համար մեծ ջանքեր պետք է թափենք, սիրելի հետևորդներ։ Լինում են կանխատեսումներ եմ կատարում, բայց նշում եմ անձին, որ գիտես դու ունես կարմիկ խնդիր, Սատուրնը գտնվում է քո այս տանը, դա ուշացնում է ամուսնության հարցը, բայց Սատուրնը հենց այնպես չի ուշացնում ձեր ամուսնության հարցը, ձեր խնդիրների կիզակետում կամ խորքերում խորքային այդ հարցերի լուծումները ձերից ձեռքերում են, չնայած չեմ ուզում մեղադրել, մարդիկ ծնվում են համապատասխան խառնվածքով, իսկ խառնվածքը փոփոխման ենթակա չէ, բնավորությունը փոխվում է, մարդը փոխում է շրջապատը, փոխում է քաղաքը, երկիրը, այն ժամանակ հնարավոր է տեղի ունենա տների փոփոխություն, մոլորակները կենդանակերպերում չեն փոխում իրենց դիրքերը, բայց տներում փոփոխում է, ահա պատկերացնում եք, եթե հիմա այս խոսափողը դրված է մոտ, չէ, տների տիրույթը ինչ է, մոլորակը, պատկերացնենք մոլորակը կենդանակերպում, բայց եթե մենք սեղանի դիրքը փոխենք, այս մոլորակը կենդանակերպում կանցնի այն կողմ, հա շրջենք, այ դա է, երբ որ տների տիրույթը փոխվում է, երբ որ մարդը իր կյանքի հունը փոխում է, երբ նա տեղափոխվում է ինչ-որ երկիր, այդ դեպքում հնարավոր է մոլորակի վիճակը բարելավի կամ ընդհակառակը, այդտեղ ավելի բարդ իրավիճակների մեջ հայտնվի մարդը։ Պատկերացրեցիք արդեն աստղաբանությունը ինչպես է աշխատում, աստղաբանը գուշակ չէ, աստղաբանը գիտնական է, չնայած մեր հանրության լայն շրջանակներում արդեն ես հեղափոխություն եմ կատարել, իսկ հեղափոխությունը աստղաբանության դաշտում է գտնվում, շատերը գիտական շրջանակներում գիտեն, որ աստղաբանությունը հիմնված է գիտական, ֆիզիկա-մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների հիման վրա։ Արդեն այստեղ մասնագետի անձնական քարտեզից է կախված, թե նա կարող է ճիշտ կանխատեսումներ անել, նրան հանրությունը կսիրի, թե ոչ, նրա մասին կբամբասեն, թե ոչ, նրան կատեն, նա կընկնի անդունդը իր իսկ գործողությունով, թե նա կհասնի փառքի գագաթնակետին։ Տվյալ դեպքում էլ հենց աստղաբանը, հենց անձը կարող է ուղղել իր կյանքի ղեկը։ Նախ պետք է դու ինքդ փոխվես, տվյալ դեպքում ես աշխատես ինքդ քո այն բերած կարողությունների, հնարավորությունների ներուժի վրա, ընդլայնես շրջանակները եւ փորձես առաջ գնալ։ Ես ինքս սիրելի հետևորդներ շատ հետևողական եմ իմ անձի նկատմամբ, ես իմ խոսքում, իմ բառապաշարում բավականին կոկիկ եմ, այդ կոկիկությունը նաեւ իմ բնակարանում է, իմ